Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի։ Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի։ Թե որտեղից իրեն այդ տվյալները խորհրդարանի խոսնակը չբացահայտեց, բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտրություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու։ Ալեն Սիմոնյանի համոզմամբ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասը իրենց ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի։ Բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հələ թող նա դրանով զբաղվի։ Տեսեք, ես այնուամենայնիվ ինչ-որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից 2-ը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, Քոչարյանը, թե որտեղ իրանք երկուսն է ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից, իրանք են իրար հետ մրցելու, թե ով առաջի տեղը կգրավի։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս պնդումներին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Ազատությանը փոխանցեց, որ իրենց հարցումները բոլորովին հակառակ պատկերն են արձանագրել։ Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը։ Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին։ Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ այսօր սոցհարցումները դարձել են ոչ թե հանրային կարծիքի չափման, այլ հանրային կարծիքի վրա ազդելու միջոց։ Իդեպ Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի նաև Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի մասին։ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կայացնելու են սոցհարցումներից հետո։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունոր, եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես, ձայներ ապահովի, ուրեմն